Երևանն ու Բաքուն քննարկում են ադրբեջանական նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը Հայաստան։ Այս նորությունը, որը հնչեցրեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ Դոհայի ֆորումի ժամանակ, բավականին ուշագրավ էր։ Առնվազն նրա համար, որ առաջին անգամ է կողմերի միջև պրակտիկ տնտեսական համագործակցության հարց քննարկվում։ Սրանով կողմերը փորձում են երկկողմ օրակարգ ձևավորել, բայց ի թիվս շատ հարցերի բաց է մնում այն, թե խոսքը խաղաղության գործընթացներում Ադրբեջանի քաղաքական ժեստի, թե նաև տնտեսական փոխշահավետ օգուտների մասին է։ Ադրբեջանում Հայաստանի հետ հնարավոր տնտեսական համագործակցության թեման ոչ միայն օգտագործում են խաղաղության գործում Բաքվի պատրաստակամությունն ապացուցելու, այլև ինչքան ժամանակ է հարևան Վրաստանին քաղաքական մեսիջ փոխանցելու համար։ Ադրբեջանից Վրաստանին զգուշացնում են, որ իրենք արդեն իսկ դիտարկում են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության նոր տարբերակներ, որոնցից է օրինակ Ղազախ-Իջևան երկաթուղու վերակառուցումը, անգամ ավտոմոբիլային նոր ուղիների հարցը եւ այլն։ Այդ մասին արտահերթ հրապարակումներով հանդես եկավ ադրբեջանական Մինվալ գործակալությունը, պնդելով, որ Բաքվի ու Թբիլիսիի միջև ադրբեջանական տրանզիտային բեռների նկատմամբ սահմանած սակագների շուրջ լարվածությունը չի հանգուցալուծվել։ Ադրբեջանական թերթերին չի գոհացրել այն փաստը, որ պաշտոնական Թբիլիսին հայտարարել է Ադրբեջանից Հայաստան արտահանվելիք նավթամթերքի առաջին խմբականակից որևէ մաքսատուրք չգանձելու մասին։ Ադրբեջանը Վրաստանին հիշեցնում է վերջինիս տրանզիտային երկիր դառնալու գործում ադրբեջանական ներդրումները, նշելով, որ Թբիլիսիի ունեցած այդ մենաշնորհը ընթացիկ զարգացումներում կարող է դառնալ ոչ թե առավելություն, այլ խոցելիություն։ Ադրբեջանական կողմում Վրաստանին մեղադրում են շուկայականից բարձր սակագներ սահմանելու մեջ, պնդելով, որ Ադրբեջանի համեմատությամբ այդ սակագները շուրջ 40 անգամով ավելի են։ Ադրբեջանի եւ Վրաստանի սակագնային առճակատման մասին հանրությունը մեծամասամբ իմացավ հարցին ադրբեջանական կողմի արձագանքից հետո։ Նոյեմբերի վերջերին Ադրբեջանն ահազանգում էր Վրաստանի հետ սահմանին ադրբեջանական բեռների անցումը խոչընդոտելու մասին, որը Բաքուն անհիմն էր համարում, այնինչ պաշտոնական Թբիլիսին նշում էր, որ կատարվածում որևէ միտում չկար, եւ խնդիրներն առաջացել են միայն մեկ բեռնատարի դեպքում։ Չնայած կողմերի հավաստիացումներին ակնհայտ է, որ հարցն ունի ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակություն։